Կապադովկիայի խնդիրը հաջողությամբ իրականացվում է, տարածքը մնում է Պոնտոսի արքային, իսկ բնակչությունը եւ շարժական գույքը եւ անասունները անցնում են հայոց թագավորին։ Սա շատ կարևոր էր ապագա պատերազմների համար։ Տիգրանն օգտագործում է այս մարդկային ներուժը արհեստագործության համար, քաղաքներում եւ շինարարության համար, բուրըն քաղաքաշինություն էր գնում։ Տիգրանը 13 քաղաքներ է կառուցել իր գահակալության շրջանում, եւ մյուս կողմից արդեն հայկական մարդկային ռեսուրսները, փաստորեն հայ բնակչությունը զինված ուժերի ձևավորման համար չափազանց կարևոր էր, արդեն մղվելու էր ռազմական գործի։ Ստացվում է, որ պատերազմի համար լուծվում էր մարդկային ռեսուրսների խնդիր, լուծվում էր պարենային անվտանգության խնդիր եւ հետագայում փաստորեն Տիգրան Մեծը ունենում էր ռեսուրսային խորություն ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Արդեն Քրիստոս առաջ 92 թվականին Տիգրան Մեծը նաև վիրք եւ աղվանքն է հպատակեցնում եւ այսպիսով հայոց թագավորության ազդեցությունը դուրս է գալիս բուն Հայաստանի սահմաններից։ Ճիշտ է, այս ընթացքում Պոնտոսը պարտվում է Կապադովկիայի համար պայքարում հռոմեացիներին, բայց Տիգրանը այս հարցում իհարկե չի շարունակում առճակատումը Հռոմի հետ, խուսափելով նրա հետ ռազմական գործողություններից։ Բայց Հռոմը այդ փուլում արդեն գիտակցում էր հռոմեական էլիտան, որ Տիգրանը ժամանակի հետ իրենց համար հակառակորդ է դառնալու եւ պարթևների հետ գալիս են գաղտնի պայմանավորվածության, որ պետք է հարկ եղած պարագայում հարմար առիթի ժամանակ Եփրատ գետը ճանաչելով իրենց ազդեցության գոտիների սահման դիտարկեն իհարկե Հայաստանի դեմ համատեղ գործողությունների հնարավորություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։